Երբ կյանքում ինչ-որ իրավիճակում ես հայտնվում, որտեղ պետքա կամքի ուժ ցուցաբերես, բայց չես ցուցաբերում, այստեղ ամենամեծ վնասը այդ ինչ-որ բանը չանելը չի։ Ասենք շատ է լինում, երբ որ մարդիկ ասում են՝ «Դե այսօր հոգնած ես, այսօր մի պարապի» կամ «Այսօր էլ քո սննդակարգով մի սնվի, ես մի օրը ինչ տարբերություն պետքա տա»։ Ու իրանք լրիվ ճիշտ են։ Ըստ մի օրը իրոքից ոչ մի նկատելի տարբերություն չի տա։ Բայց էսի ստեղծում է նախադեպ։ Քո ուղեղի համար էսի ստեղծում է նախադեպ, որ դու այն մարդն ես, ով որ կարա ալարի ու չգնա պարապմունքի։ Որ դու այն մարդն ես, ով որ կարա մատնվի գայթակղության ու սննդակարգը խախտի, որ դու այն մարդն ես, ով որ կարա ալարի ու ուժ սարտնի։ Այն թե մենք ինչ կարծիք ենք մեր մասին, լրիվ հիմնված է ասենց նախադեպերի վրա, որովհետև դու քո մասին ամեն ինչ գիտես։ Եթե դու այն մարդն ես, ով որ ամեն առավոտ զարթնում է ու ինքը իրան ասում է այսօրվանից սկսելու եմ պարապել, այսօրվանից սկսելու եմ կյանքս ուրիշ ձև վարել, ու դու այդ երբեք չես անում, ոնց կարես դու քո մասին այն կարծիքի չլինես, որ դու ալարկոտ ես։ Ու նույնն է հակառակը։ Եթե դու ամեն օր քրտնաջան աշխատում ես, եթե դու իրոք ջանք ես գործադրում, որպեսզի հասնես քո ուզածներին, ոնց կարես դու քո մասին վատ կարծիքի լինես։ Ու այս կարծիքը ինքդ քո մասին շատ կարևոր է, որովհետև ինքը ուղղակիորեն ազդելու է իրականության վրա։ Եթե դու մտածում ես, որ դու ալարկոտ մարդ ես, կյանքի բոլոր դժվար սիտուացիաներում դու ինքդ քեզ ասելու ես. ես էս չեմ կարող անեմ, ես ալարկոտ եմ։ Ես այդ մարդը չեմ, ով որ ունակություն ունի այս դժվարությունը հաղթահարելու։ Բայց այս ռամկեքը դու ինքդ քո վրա ես դնում։ Ենթադրենք դու ընդհանրապես շփվող մարդ ես։ Դու մտնում ես մի սենյակ, որտեղ կան 50 հոգի, ովքեր քեզ չեն ճանաչում։ Ու սկսում ես բոլորի հետ շփվել։ Հա, դու շփվող մարդ ես, բայց ինքդ քեզ կոմֆորտ զոնայից դուրս հրելով սկսում ես բոլորին մոտենալ ու բոլորի հետ խոսալ։ Եթե դու ամեն օր ես անես, դու չես կարող քո մասին այն կարծիքի լինես, որ դու շփվող մարդ ես, որովհետև դու ստեղծում ես լիքը նախադեպեր, որտեղ դու ինքդ քեզ ապացուցում ես, որ դու իրոք շփվող մարդ ես։ Քո արարքները ձևավորում են քո անձնավորությունը։ Այս միշտ հիշեք։